Իմ հարցը հետևյալն է, դուք նշեցիք բազմաթիվ թվեր եւ օրինակ նշեցիք, որ 7 տարվա ընթացքում Հայաստանի բյուջեում հավելյալ մուտք է եղել 4.2 միլիարդ դոլար։ Այդ գումարը առնվազն, հա, այդ գումարը օդից չի եկել, այսինքն դա տեղի է ունեցել կառավարման արդյունքում։ Դա ինքը օդից չի եկել հայտնվել, կոնկրետ մարդիկ, կոնկրետ տեղում աշխատանք են արել, որի արդյունքում դա տեղի է ունեցել։ Մենք շատ հաճախ ենք խոսում Հայաստանում կառավարման որակի մասին եւ նաեւ ասում ենք, որ բավարարված չենք եղած որակով եւ պետք է ձգտենք ավելի լավին։ Եվ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հաճախ Հայաստանում նաեւ որոշ շրջանակների կողմից տեղի է ունենում պետական ծառայության կազմակերպված դեմոնիզացիա, այսինքն որտեվ ձեր ասած նույն տրամաբանությունն է, այս սրանք բյուջե են լցնում։ Իսկ ոնց, մի րոպե, այս բյուջե են լցնում, հələ ու սկսում է, սրանք ձրիակերներ են, սենց են, նենց են, այսինքն ստեղծվում է իմիջ պետական ծառայողների մասին վերից վար, որ ուրեմն ամեն ինչ արվում աշխատավարձները բարձրացվում է միայն իրենց համար եւ ժողովրդին ոչինչ չեն տալիս այն դեպքում, երբ որ հարյուրավոր միլիոն դոլարների թոշակ է բարձրացել, հազարավոր կիլոմետրեր ճանապարհ է կառուցվել, այդ միլիարդավոր դոլարները մուտք են եղել բյուջե եւ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այսօր պետական ծառայությունը ունի լուրջ մրցունակության խնդրեմ շուկայում։ Եվ նաեւ այդ քարոզչության արդյունքում բազմաթիվ լավ մասնագետներ խուսափում են եւ ֆինանսական մոտիվներից եւ նաեւ հարցի այսպես քարոզչական բարոյական տրամաբանությունից ելնելով պետական ծառայության անցնել եւ իմ կարծիքով դա լրջագույն խնդրեմ է եւ ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումները թե մենք ինչպես անենք որ պետական ծառայությունը դարձնենք ավելի մրցունակ իմ համոզմունքն այն է որ մենք չպետք է տրվենք այդ քարոզչությանը որովհետեւ եթե մենք ուզում ենք որ այդ 4.2 միլիարդը դառնա 8.2 միլիարդ, 10 միլիարդ, դա նշանակում է, որ մենք մեր կառավարման որակը պետք է բարձրացնենք նախ եւ առաջ, եւ ես կուզենամ ձեր պատկերացումները լսել կառավարման որակի բարելավման մեր քայլերի, ապագա քայլերի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Գոնջարյան։ Անդիմությունն է դժգոհում կառավարման որակից։ Անդիմությունը դժգոհ է կառավար։ Ոչ, ես եմ դժգոհ կառավարության որակից, կառավարությունն է դժգոհ կառավարման որակից, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարման որակից։ Բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսանք։ Մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում, էս էլ է թիվ, որը իմիջայլոց պետք է հաշվել։ Մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում, որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մենք հասկանում ենք, սա թե չենք հասկանում։ Որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ։ Մենք բացատրեք էլի։ Գալիս են քաղաքացիական հասարակության հետ ենք, այն օրը քննարկում է, տենց նեղ կազմով քննարկում է, ասում եմ, հա Ժորժ ջան, բերեք ձեր չնաշխարհիկ կադրերի ցուցակը, բերեք։ Չի կարա լինի, հա այն մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատել, նրանք ասում են 5, 6, 3, 2 միլիոն դրամ ամիս պետք է աշխատող աստակ մեզ եւ գնում աշխատում են, էլ չեմ ասում հավասար պայմաններում ինքը գնում է ուրիշ տեղ աշխատում, ասում է զալա կա որը այսքան անեցքի տակ մի հատ էլ ամեն բանը մի կիլո տուն տարած հացի վրա 6 կիլո հետա անեցքի, ինձ պետք է կգնամ ինձ համար շորտերով բանով ամեն օր կգնամ գործի իմ փող կաշխատեմ։ Բայց մենք պետք է հասկանանք ինչի է մեր ընկալումը կենտրոնացում է այսքան շատ կրթության վրա։ Չի լինում տենց, չի լինում, չի կարա լինի։ Դուք գնացեք գյուղ, մարզ, մտեք տեսեք մեր դպրոցների վիճակը, տեսեք 30 տարի մեր երեխեքը ինչ դպրոցներում են գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը, հա, մենք մեր մասին եմ ասում, բա ում մասին եմ ասում, բա ուրիշ, ինչ ասում եմ մեր մասին եմ ասում առաջին հերթին, և տեղ է հարցի պատասխանը, և կա հաջորդ մի բանը, Երբ որ տեսեք, մենք անդադ ասում ենք, դե պրոբլեմը կա, այս պրոբլեմը կա, այն պրոբլեմ, մեզ թվում է թե այդ պրոբլեմը միշտ ինչ որ ուրիշներն են անդադ, ուրիշների մասին է, չէ, մեր մասին է, ամեն ինչը մեր մասին է։ Կառավարման որակը, կներեք, մենք այսօր ես պատական չասցի։ Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական վարորդը։
վարորդը ինչպիսին վարորդը, միջին վիճակագրական վարորդը, որովհետև չեմ կարող ես այլ կերպ լինել։ Չեմ կարող։ Եվ հակառակը, մենք ես պետք է այս կապերը հասկանանք։ Սա մի օրգանիզմ է։ Բա պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է։ Այդ օրգանիզմի մեջ տարբեր մասեր կան, տարբեր ֆունկցիաներ կան, բայց մեկը ինքը միասնական օրգանիզմ է։ Մենք ինչ ենք մի ժողովուրդ, որովհետև նույն կրթական համակարգով, նույն մտածողությամբ, նույն պատկերացումներով կապված ենք։ Հա, տարբերվում ենք, մի ընդդիմություն կա, իշխանություն կա, գործադիր կա, օրենսդիր կա, արհեստավոր կա, բանվոր կա, գյուղացի կա, բա ի՞նչն է մեզ միավոր, ինչ որ մի բան կա, չէ՞, ընդհանուր։ Այդ հաղորդակի ծանոթների տրամաբանությունն է։ Եվ մենք պետք է հասկանանք, ուզում ենք պետություն ունենանք նորմալ, պետք է ներդրում անենք կրթական համակարգում։ Ինքնամոռաց պետք է ներդրում անենք։ 300 դպրոց, ինչի՞ չենք կարող նորմալ 300 դպրոց կառուցենք։ Էլի նույն պատճառով։ Որտեղ միջին վիճակագրական շինարարը այնպեսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը եւ միջին վիճակագրական պաշտոնյա եւ միջին վիճակագրական վարչապետը։ Իմ համար ասեմ, որոշների վրա չլինի։ Բայց պետք է հասկանանք մենք։ Ի վերջո մենք մեզ հայելու մեջ նայելու ենք, թե ես ասելու եմ, ես ամենալավն եմ, մնացածը վատն են, մնացածն էլ ասելու են, մենք ամենալավն ենք, բանը վարչապետը վատն է։ Կարանք ասենք, բայց դրանից շարժ չկա, ոչ մի տեղապտույտի անվերջ վիճակ։ Մենք բոլորս նույնքան լավն ենք եւ մենք բոլորս նույնքան վատն ենք։ Սա է իրականությունը։ Արձագանք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։